Ստորագրեմ։ Բարի լույս։ Ինչի է վիրավորվել Մայր Հայաստան կուսակցության ավականիները։ Ինչի եք ձեզ պատեպատ տալի։ Հա՞։ Եք վիրավորվում, որ ձեր նախագահին ասում են պետական դավաճան։ Բա պետական դավաճան չի, բա ինչ։ Բանը իզակացվեկիլա։ Բա պետական դավաճան չի, բա ինչ է։ Ինչ է նշանակում դեռ դատարանի վճիռը, ինչ պարտադիր է դատարանի վճիռը, եթե ամբողջ համացանցը վխտում է ձեր ձայնագրությունները։ Ինչ պարտադիր է դատարանի վճիռը, եթե սաղտեղ ձեր ձայնագրություններն է, թե ոնց է կաշառք բաժանում։ Հեչ մի վիրավորվեք։ Մենք էլ ունենք վիրավորվելու պատճառներ, մենք էլ ունենք ինքնասիրություն, երբ որ դուք մեզ անհիմն մեղադրում եք տարածքների վաճառքի մեջ, երբ որ մեզ անհիմն մեղադրում եւ մեզ ասում եք թուրք, մենք էլ ենք վիրավորվում, երբ որ մեզ ասում են դավաճաններ, բա մենք վիրավորվել չունենք, մենք քարից ենք, այդ ոնց եղավ մի բառից դուք տենց չոբան դարակ, չոբանել եք, էլի չոբանավարը ելնում եք մարդկանց վրա եք հարձակվում, մի հատ էլ ասում եք ԿՊՆ-ը տենց 10 հոգով հարձակվել էին մի հոգու վրա։ Մենք ինչքան վիրավորանք ենք տարել, բազմիցս 2018 թվականին իսկական ԿՊՆ-ները, ոչ թե ֆիկտիվները, բոլորը վիրավորվում են, երբ որ ասում են հողատու, դավաճան, թուրք։ Հա, մենք կարանք դիմանանք, դուք չէ փաստորեն։ Հա, ձեզ դուք մի սուարունից եք, մենք չէ փաստորեն։ Ձեզ մերա բերե, մեզ մեր չի բերե փաստորեն։ Փաստորեն տենց է գալ, էլի։ Հա? Դուք ինչ ուզեք կարակ ասեք, մենք լռենք, քաղաքապետարանը, ազգային ժողովը լռի, բայց հենց մի հատ ԿՊՆ մի բառ ասում է, դուք սկսում եք բոյկոտել։ Քիչ է ասել ուրեմն։ Այո, պետական դավաճան եք։ Այո, կաշառք եք տվել։ Մեկ էլ ես ուզում եմ ամենայն հարգանքներով իհարկե Անի Խաչատրյանին, Տիկին Խաչատրյան, գիտեք, շատ հարգում եմ ձեզ, որպես ուժեղ կին, իրականում հաջորդ անգամ ես կցանկանայի պերչատկաներ ձեզ տալ, բաքսյորնի, ձեզ պետք է գալու, որովհետև անընդհատ այդ վիճաբանությունը քաղաքապետարանում դուք ոնց որ կիզակետում եք լինում։ Ու մի բան եմ ուզում ասել, սա զուտ քաղաքական կարծիք է, անձնական ոչինչ չկա, զուտ իմ կարծիքը։ Ոնց է լինում, որ դուք մեղադրում եք իշխանությանը, բայց ձեր առաջնորդը այնտեղ ես դաժե նկատել եմ կտրիչի ձեռքներ համբուրում։ Այդ ոնց է լինում, որ դուք ամեն անգամ վիճաբանություն եք ունենում Քոչարյան թևի հետ, Սերժի թևի հետ եւ մնացած տենց ընդդիմադիր մարդկանց հետ եւ չգիտես խի ամբիոնցելին մեղադրում եք ԿՊՆ-ին։ Խի Տիկին Խաչատրյան, ինչի համար։ Դուք եթե մեկ վիճում եք իրանց հետ, մեղավոր է ԿՊ։ Հա, շատ հաճելի է։ Դուք միշտ իշխանության կողքն եք կանգնած, ես դա նկատում եմ։ Բայց ուզում եմ ասեմ, ինչու՞ է պայմանավորված, որ դուք ուրիշի հետ վիճում եք, մեղավորը ԿՊ-ն է։ Որ ԿՊ-ն չի մաքրել իրենց։ Տիկին Խաչատրյան, Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Մաքրում են, էլի։ Էլ ոնց մաքրեն այդ մարդիկ։ Եթե դուք տես ծնվել եք, դուրս եք եկել ու տեսել եք Մոսկվան արդեն լրիվ միանգամից կառուցվել է, հա դե մեր մոտ տենց է ստացվում, կամանց է լինում, հարգելի Տիկին Խաչատրյան։ Սպասեք, էլի։ Ինչի կան մեր անմեղ տեղը ԿՊ-ին վիրավորում։ Հիմա որ դուք ելնեք դուրսը, Քոչարյան թիմից մեկը գա ձեզի, ինչ որ մի բան ասի, ԿՊ-ն էլի մեղավոր է։ Ինչ անում եք ԿՊ-ն, մեղավոր չեմ հասկանում։ Բա որ մենք ենք անում ով է մեղավոր։ Բա որ մեզ են հալածում ով է մեղավոր։ Ես ձեր մասով իրականում ոչինչ չեմ կարող ասեմ վատը, հարգում եմ, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, խի էլի, խիք մեզ մեղադրում։ Հե դուք մի բան անեիք։ Դուք անում եք, չեք անում։ Ձեր առաջնորդը ինչ անում Արամ ինչ անում Սարգսյան։ Ոչ մի բան չի անում։ Ինչ եք արել։ Ընտրություններին ոնց եք անցել։ Ես լռեմ ձեր պարագայում։ Բայց ամեն անգամ մեղադրել մատ թափտալ ԿՊ-ի վրա, այդ էլի արդար չի։ Տիկին Խաչատրյան։ Իսկ ինչը վերաբերում է երեկվա վեճը քաղաքապետարանում, շատ վատ է, շատ հաճելի չի, շատ տհաճ է։ Այդ քաղաքապետարանի ջրերն է ժողովուրդ փող ենք տալի առնում են, գոնե մի իշխանայողաբար օգտագործենք։ Ջրեր ափսոս է։
Վիալա ջուրը կնեղանա, էլ ջուր չի արտադրի։ Բայց հաճելի է, բայց որոշել եմ Անիկ Խաչատրյանի հաջորդ անգամ վերջատվիկ նվիրեմ, ամենայն անկեղծությամբ։ Սիրում եմ տես բայվի կանանց։ Ինչևէ, լավ էր, շատ լավ է, այո, պետք է մաքրվեն բոլորը։ Ես նկատել եմ Գագիկ Ծառուկյանի տարածքներից որոշակի մաս պետության հանձնվել, ես նկատել եմ Իջևանի, ուրեմն Իջևանում տարածք ունենք նաև անցելա պետությանը, նկատել եմ, որ ուրեմն խաղատները իհարկե Հայկ Սարգսյանը շատ լավ գործ է արել եւ հասել է այն կետին, որ կառավարությունը ընդունել է, որ խաղային այդ process-ները, չգիտեմ, Vivarro, դրանք փակվեն on-line եւ այնտեղ թոշակառուներ են, հիվանդ մարդիկ չխաղան։ Շատ լավ է, շատ։ Իրականում նկատում եք, որ բավականին բարենպաստ պայմաններում կարելի է, որ քաղաքացիները ապրեն, իրականում շատ լավ բաներ են անում։ Իմ մոտ այնքան նամակներ այդ ես հա ուզում եմ այդ նամակները մեծ հասկանում եմ, ինչ նամակներ են։ Պոչտայից այսօր 75 հատ նամակ եմ ստացել, այ աստծո, դա քանի օրվա հավաքված էր։ Ինչևէ, բավականին լավ փոփոխություններ եմ նկատում, նկատել եմ, որ Ծառուկյանի ուրեմն բանն է փակած խաղատունը, դադարեցվել է, մուլտիգրուպն է դադարեցվել, պայմանագիրը քաղաքապետարանը, լավ է, շատ լավ է։ Սենց մի հատ թափ ենք հավաքել եւ ուժեղ առաջ է գեթում, նկատել եք ժողովուրդ, որը հաճելի է։ Տեսնում ես Տիկին Խաչատրյան, քիչ-քիչ թափով առաջ են գեթում, էլի, սպասեք, էլի։ Ասելիքս այսքան էր, որոշեցի կիսվել, իհարկե տհաճ իրավիճակ էր քաղաքապետարանում, դաժե խեշ քաղաքապետը սեղել են գեր մեջտեղները բաժանում, այ մարդը ինչ իրավիճակ էր, բայց թե ինչև է։ Ուզում եմ ասեմ, Մայր Հայաստանը, այո, պետական դավաճան է, ձեր առաջնորդը, հենց որ մի վիրավորվեք, հաշտվեք ձեր արարածների հետ, արել եք, պատասխան տվեք։ Լավ եղեք, բնամենի շնորհություններ կա կգամ։